Հայաստանում սերն ու հարգանքն իրար նկատմամբ իսպառ վերացել է։ Վերջին տարիներին ինչ է կատարվում մեզ հետ։ Երբ դարձանք այսքան անհանդուրժող, երբ դարձանք այսքան չար, երբ սկսեցինք իրար այսքան հեշտությամբ պատել։ Այսօր բավական է մարդը մի կարծիք հայտնի եւ անմիջապես հայտնվում է մերոնց կամ ձերոնց ճամբարում։ Բավական է չհամաձայնես ինչ-որ մեկի հետ եւ կարող ես դառնալ վիրավորանքների, հայհոյանքների, ատելության թիրախ։ Եվ այս իրավիճակն ամենուր է։ Ես հիմա ձեզ էլ կհարցնեմ, եկեք սա կարծիքն է։ Փողոցում, հասարակական տրանսպորտում, համացանցում մարդիկ կարծես անընդհատ պայթելու եզրին լինեն։ Մի փոքր առիթ եւ սկսվում է թշնամանքը։ Ամեն օր լսում ենք, թե ինչպես են իրար հայոյում, նվաստացնում, անիծում։ Երբեմն նայում ես ու չես հավատում, որ նույն հասարակության մեջ էինք մեծացել, որտեղ հարգանքը մեծի նկատմամբ արժեք էր, որտեղ ամոթ կար, չափ կար, սահման կար։ Նիկոլի օրոք այդ ատելության խոսքը այնքան ծավալ ստացավ, որ եւ մարդկանց բարոյական արժեքները փոխվեցին։ Մարդիկ արդեն հաշվի չեն առնում իր խոսքը կինա լսում, իր աղջիկնա լսում, թե չի լսում, բարոյականությունը անկում է ապրում եւ այդ ֆոնի վրա էլ մարդկանց մեկը մյուսի նկատմամբ սրելով ազգականները, բարեկամները, ընկերները միմյանց դեմ թշնամությամբ են լցված։ Նիկոլի զոմբիները աչքի են ընկնում իրանց մակարդակի։ Մենք անընդհատ խոսում ենք արտաքին վտանգներից, թշնամիներից, սպառնալիքներից, բայց եկեք, ինչպես ասում են, ծուռը նստենք, շիտակ խոսենք։ Այս համատարած ատելության, թշնամանքի ու անհանդուրժողականության ֆոնին թուրքն էլ ինչ գործ ունի անելու, եթե մենք ինքներս ենք սկսել քանդել այն, ինչ դարերով կառուցել ենք։ Մենք ինքներս ենք սկսել թուլացնել իրար, մենք ինքներս ենք սկսել ոչնչացնել իրար, որովհետև ազգը չի կործանվում միայն սահմանին, ազգը կործանվում է նաև այն ժամանակ, երբ ներսում մարդիկ դադարում են իրար սիրել, հարգել ու հասկանալ։ Եվ այսօր ամենասարսափելի հարցը գուցե սա է. Հայաստանում սերն ինչու է վերացել։ Եթե հասարակության մեջ սիրուց ավելի շատ ատելություն կա, եթե հարգանքից ավելի շատ վիրավորանք կա, եթե համախմբումից ավելի շատ բաժանում կա, ապա դա արդեն պարզապես վատ մթնոլորտ չէ, դա ահազանգ է, շատ լուրջ ահազանգ։ Ու ամենացավոտ հարցն է. հայը երբ դարձավ հայի թշնամին։ Եթե այս հարցի պատասխանը չգտնենք, վաղը կարող է պարզվել, որ ամենամեծ կորուստները մեզ հասցվել են ոչ թե դրսից, այլ ներսից։ Ազգերը չեն կործանվում միայն թշնամուց, երբեմն նրանք կործանվում են, երբ դադարում են իրար սիրել։